Տիգրան, այս պահին տեղի է ունենում ուժեղ Հայաստան կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում կհնչի կուսակցության վարչապետի թեկնածուն, բայց մամուլում շրջանառվում են տեղեկություններ, անուններ, շրջանառվում է բարերար Սամվել Կարապետյանի անունը։ Ինչ ենք հասկանում, հա? Դեռևս անուններ չեն հնչել, բայց եթե օրինակ հնչի Սամվել Կարապետյանի անունը, համախմբում տեղի կունենա Կարապետյանի անվան շուրջ կուսակցության շուրջ եւ ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում այս ամենը։ Տեսեք, բոլորը սպասում ենք, հա, կարծում հենց հիմա ընթանում է, դեռևս չեն հայտարարել ով է լինելու վարչապետի թեկնածուն, այստեղ բավական հետաքրքիր բան կարող է իրոք տեղի ունենա, որովհետեւ Սամվել Կարապետյանին երեք հայտարարել են, որ ինքը դարձել է կուսակցության նախագահ եւ շատ հավանական է կուսակցության նախագահն առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, բայց ինքը չընդգրկվի ցուցակի մեջ, որովհետեւ դեռևս որոշակի ցենզ կա։ Ամեն դեպքում այս կուսակցությունը կապված է Սամվել Կարապետյանի հետ, հա, եւ մարդիկ, որոնք ընտրելու են ձայն են տալու այդ կուսակցության համար, են ձայն են տալու առաջերտին Սամվել Կարապետյան որպես առաջնորդի։ Հա, ամենայն հարգով կանք մնացած քաղաքական գործիչներին, որոնք այդ կուսակցության շարքերում են, քաղաքական տիժելավեսը ռուսերեն ասած Սամվել Կարապետյանը եւ համախմբումը գնալու է իր շուրջ, ինչպես փաստացի հիմա եկև կատարվում է։ Դրա համար սպասում ենք երբ են հնչեցնելու այդ անունը, հնարավոր է նաեւ այդ տարբերակներ են խոսացվում, բայց իմ կարծիքով Սամվել Կարապետյանը լինելու է թեկնածու, իսկ Նարեկ Կարապետյանը գլխավորել է ցուցակը։ Տեսեք, այս օրերին սնկի պես աճում են այն կուսակցությունները, որոնք ցանկանում են մասնակցել գալիք ընտրություններին։ Հետաքրքիր է, հա, որպես դիտարկում տեսնենք, այնպիսի ուժեր են առաջ գալիս, որոնց մարդիկ չեն ճանաչում։ Ինչ ենք հասկանում, սա միտված է Փաշինյանին իրոք իշխանությունից զրկելու, թե այնուամենայնիվ ձայները փոշիացնելուն։ Տեսեք, բոլոր քիչ թե շատ լուրջ փորձագետները ասում են, որ յուրաքանչյուր փոքր կուսակցություն, որը փորձելու է հավաքել 0.5%, 1%, ինքը եթե հատկապես ընդդիմադիր, ինքը աշխատելու է Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև պրակտիկան ցույց տվեց, որ բոլոր այդ փոշիացած ձայները, օրինակ 21 թվականին մոտ 20% գնացին եւ գումարվեցին Նիկոլ Փաշինյանին, թույլ տալով իրենց համանդրական մեծամասնություն ունենալ, եւ այստեղ էլ նույնն է։ Այստեղ ուղղակի եթե չեն հասկանում, ելի կբացատրենք, որ տղաներ եւ աղջիկներ, այս ընտրությունները սովորական քաղաքական կարիերայի մասին չէ, այս ընտրությունները հասարակությանը հայտնի դառնալու մասին չէ, այս ընտրությունները Հայաստանի գոյության, Հայաստանի ապագա էության մասին է։ Սա այս ընտրությունները կոպիտ ասած դա ընտրական սարդարապատ է, որտեղ եթե մենք պարտվում ենք Հայաստանը գնում է դեպի թրկացում, Հայաստանը զրկվելու է հայրաքելական եկեղեցուց եւ Հայաստանը զրկվելու է բոլոր այն արժանապատվության հենասյուներից, որոնք ունեցել է հայ ազգը անկախության ժամանակ։ Դրա մասին պետք է մտածեն այդ կուսակցության։ Եթե այդքանից հետո չեն հասկանում եւ շարունակում են ինքնուրույն մասնակցել այդ ընտրությունների, ապա դուք Նիկոլ Փաշինյանն եք, սա պետք է պարզ ասվի։ Բոլոր մանր-մունր կուսակցությունները եւ քաղաքական գործիչները պետք է միավորվեն ուժեղ դաշինքների շուրջ, հա, եւ ուժեղ դաշինքները մոտարպես արդեն հայտնի են, որոնք են լինելու, եւ իմ կարծիքով իրենք կարող են պայմանավորվել այդ ընթացքում գրավել իրենց ընտրացուցակները որոշակի տեղեր, այնուհետև երբ որ Հայաստանը դառնա նորմալ ժողովրդավար հանրապետություն, որը ունենա իր արժանապատվությունը եւ ունենա իր վերգտնի իր պետական կառույցները, ապա այդ ժամանակ կարելի է արդեն գնալ ընտրությունների եւ զբաղվել, այսպես ասենք, քաղաքական կարիերայի աճով։ Մի հատ էլ կրկնեմ, բոլոր կուսակցությունները, որոնք փոշիացնելու են ընդդիմության ձայները, իրենք Նիկոլ Փաշինյանն են։ Տիգրան, եւ չեն կարող չխոսել նաեւ ԱՄՆ փոխնախագահի այցից, օրեր առաջ Վենսը եկավ Հայաստան, ելույթներ ունեցան եւ այլն, բայց սկանդալ հաջորդեց այցին, այն էր, որ Ծիծեռնակաբերդ գնալիս, հետո տեղադրվել էր մի գրառում, որտեղ օգտագործվել էր հայոց ցեղասպանություն եզրույթը եւ գրառումը 2 ժամ անց ջնջվել էր։ Հետո իհարկե փոխնախագահի, այսպես ասած, մամուլի քարտուղարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ դա աշխատակցի սխալն է եւ այլն, բայց ուզում եմ հասկանալ, նման հարցում արդյոք հնարավոր է աշխատակիցը ինչ որ սխալմունք թույլ տալ եւ արդյոք սա Թուրքիայի հետ հարաբերությունների փչացման փորձ չէր եւ հետո Պենսը հասկացավ այդ ամենի մասին։ Դրա համար ջնջեց գրառումը։ Նախ այդ էպիզոդի մասին եւ հետո մի փոքր Վենսի այցի մասին, գլոբալ առում դա ինչ այց էր։ Տեսեք, ես համոզված եմ, որ եթե Վենսը սկզբից գնար Ադրբեջան, հետո գար Հայաստան, այդ գրառումը կմնար։ Հա, այստեղ ուղղակի եթե դու Հայաստան ես եկել ու այսպեսի գրառում ես թողում
որը այսպես թե այնպես նաև վիրավորական է Ադրբեջանի համար, եւ դու մի քանի ժամ անց պետք է գնաս Ադրբեջան, բարձր որ այստեղ մի քանի կողմից երևի Վենսից զգուշացեն, որ այդպիսի բան անել պետք չէր։ Մի կողմից մենք տեսանք Վենսի իրական վերաբերմունք հայոց ցեղասպանության հարցին, որովհետեւ ինքը ընդունում է, որ դա հայոց ցեղասպանություն է, բայց մյուս կողմից հաշվի առնելով այդ ռազմավարությունը, որ ինքը պետք է գնար Ադրբեջան եւ Ադրբեջանի վրա վաճառել բավականին շատ զենք ու զինամթերք, հա, եւ օգտագործել Ադրբեջանը որպես թիվ 1 պլազդարմ Իրանի դեմ նախատեսվող հարձակմանը, այստեղ բարձր որ ասեն են ժամանակավոր ոնց որ հետ է քաշվել։ Իհարկե տգեղի, իհարկե տհաճ է, տհաճ է նաև տեսնել դեմոկրատների արձագանքը Վենսի այս քայլին, որովհետեւ օգտվեցին պայտակ զուտ քննադատային, հարցերը առաջանում բա դուք ինչ եք արել այսքան ժամանակ, հա, եւ սա էլ եմ ասում, համոզված եմ, որ եթե ինքը Հայաստանը լիներ վերջին կետը իր այցելության, ապա գրառումը կմնար։ Զուտ այցելությունը ինչի համար է, շատերը ասում են հակառուսական, շատերը ասում են հակաիրանական, գլոբալ առումով դա հակաչինական, այսպես ասենք, այց էր։ Իրանի մասով Իրան իհարկե պետք էր Իրանի սահմանի վրա ունենալ ամերիկյան վերահսկողություն, դրա համար Հայաստանին նվիրեցին այդ հետախուզական դրոնները, որոնք հետախուզություն անել են ոչ թե խաղաղության գնացող Ադրբեջանի կամ Թուրքիայի նկատմամբ, այլ ոչ էլ Վրաստան, այլ հենց Իրանի։ Եվ նույնն ԱՄՆ-ում, այսինքն ԱՄՆ-ն վաճառում է Ադրբեջանին այնքան զենք, որը պետք է լինի օգտագործել Իրանի դեմ, որովհետև դու ոնց ես վաճառում զենք, ինչի համար ես վաճառում զենք մի պետությանը, որը այլևս խաղաղություն պետք է կնքի Հայաստանի հետ։ Իսկ Չինաստանի մասով ասեմ, որ ամերիկյան-չինական, այսպես ասենք, հակամարտությունը ինքը աշխարհի տարբեր կետերում է տեղի ունենում, եւ մենք տեսանք Վենեսուելան, մենք տեսանք Կուբան, շատերը շատ սխալ կապում են Վենեսուելան, Կուբան Ռուսաստանի հետ, ոչ, իրենք հիմնական գործընկերը արդեն Չինաստանն էր, այդտեղից դուրս է մղում եւ հիմա նաեւ եկել է Հայաստան, ինչու, որովհետեւ մի քանի ամիս առաջ Հայաստան եւ Իրանը ստորագրեցին բավականին մեծ ռազմավարական համաձայնագիր, որտեղ Իրանը բավականին շատ մեծ ներդրումներ պետք է բերեր Հայաստան, այդ թվում ատոմային էներգետիկայով, ինչի մասին նաեւ խոսել է օրինակ Նարեկ Կարապետյանը, ասել է, որ իրենք չինական փորձն են ուսումնասիրել եւ փաստացի ժողովրդական լեզվով ասած ամերիկան չախեց, հա, Չինաստանի առաջարկը եւ ասաց, որ եթե դու ինչ-որ բան ես անում, ներդրումներ ես անում, ես Հայաստանին տալիս եմ անվտանգության, այսպես ասենք, երաշխիքի նման ինչ-որ մի բան եւ այստեղ իհարկե Փաշինյանը իմ կարծիքով շատ սխալ բան արեց, բայց փորձեց ոնց որ ամերիկյան առաջարկ ընտրել։ Արդյոք դա հակառուսական նաև առաջարկ էր Վենսի այդ 9 միլիարդը, ինչ որ չափով այո, բայց մյուս կողմից էլ եմ ասում, հիմնականում սա հակաչինական էր, իսկ Ռուսաստանը մի փոքր, այսպես ասենք, մնաց այս հակամարտության վերևում եւ հիմա փաստացի կարողանա իր առաջարկները անի, որպեսզի Փաշինյանը ընտրի կամ չընտրի։ Գլոբալ առումով այսպես ասեմ, ամերիկացիների համար այստեղ ավելի ընդունելի կլինի, որ Ռուսաստանը կառուցի ատոմակայան, քան Չինաստանը կառուցի ատոմակայան։ Տիգրան, դուք ձեր խոսքում նշեցիք անվտանգության երաշխիքների մասին, որ Ամերիկան տալիս է Հայաստանին որոշակի չափով։ Հիմա այնպես է ստացվում, որ Փաշինյանը հանրային հեռուստաընկերության եթերում ասում է, որ 99 տարով իրենք պայմանագիր են կնքել մեզ հետ եւ 99 տարի Հայաստանը, այսպես ասած, ունի իշխանություն, հա, տարածաշրջանում եւ անկախություն։ Փաշինյանի այս կեցվածքը ինչպես կբնութագրեք, արդյոք Ամերիկան է այն երաշխավորը, որը տալիս է մեզ այդ անկախությունը եւ մյուս կողմից էլ Իրանի մասով, հա, մի բան էլ հարցնեմ, տեսեք, դեսպանը 3 հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են իրանց, որ Հայաստանից որևէ ինչ որ վտանգ չի գա։ Այս գրավորական կեցվածքը ինչպես կբնութագրեք Հայաստանի Իրանի։ Առաջի հարցով շատ կարճ բան կանենք, ուրեմն Փաշինյանը մտածում է, որ այդպես է, որ այդ երաշխավորակը կա, բայց ԱՄՆ-ն դուրս է եկել եւ Իրանից եւ Աֆղանստանից եւ մնացած տեղերից եւ հիմա ինձ թվում է ինչ-որ բան է։ Տիգրան ջան, ներողություն եմ խնդրում, այս պահին հայտարարում են ուժեղ Հայաստան կուսակցության տեխնացուի անունը, այո, առաջարկում եմ միանգամից միանանք եւ լսենք։ Հաջորդ վարչապետը Հետաքրքիր է, չէ՞։ Մի քիչ էլ համբերությունը չարաշենք։
Սիրելի հայրենակիցներ, ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն։ Նոր առաջնորդ կառավարչի հմտություններով, նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում, մեծացել է գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ Նա գալիս է ժողովրդից, կյանքում ու բիզնեսում հաջողության հասնելուց հետո երբեք չի մոռացել որտեղից է եկել։ Նա ունի լավագույն միջազգային կապերը Հայաստանի համար եւ դրանք կօգտագործի իշահ մեր երկրի։ Նա դա ապացուցել է գործով եւ ոչ թե խոսքով։ Նա աջակցել է հիվանդանոցների, կրթական հաստատությունների երկարացման, մանկապարտեզների կառուցման, մշակույթի զարգացման, աշխատատեղերի ստեղծման ծրագրի եւ օգնել բազմաթիվ ընտանիքների։ Այսօր մենք ներկայացնում ենք նոր այլընտրանք տնտեսության մեջ, այլընտրանք անվտանգության մեջ, այլընտրանք ուժեղ խաղաղության համար, այլընտրանք հայ ժողովրդի հույսի համար։ Իսկ հիմա օրվա սպասված լուրին անցնեմ։ Ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Տիգրան, ինչպես տեսանք եւ լսեցինք, ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, արդեն ամեն ինչ հայտարարվեց, ուզում ենք իմանալ, հա, մոտավորապես ինչ զարգացումներ կսպասվեն ու ինչ գործընթացներ կհաջորդեն այս ամենին։ Տեսեք, դե ինչպես կանխագուշակեցինք, հենց Սամվել Կարապետյանը պետք է լինի, որտեղ էլ եմ ասում, իր նման ծանրակշիռ ֆիգուր այդ կուսակցությունում չկա, դեռևս չեն հասրել աճել եւ այստեղ իհարկե սա իշխանությունը քննադատություն է անելու, թե ինքը չի կարող լինել վարչապետ եւ այլն, ցենզը խանգարում է համանդրությամբ եւ այլն, ոչինչ, թող Սամվել Կարապետյանի անունը լինի որպես թեկնածու, մնացածը արդեն հաղթանակի դեպքում իմ կարծիքով կուղի կշռվի եւ համապատասխան փոփոխություններ կլինեն։ Այո, արդեն պարզ է ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն եւ արդեն իրենց ավելի հեշտ կլինի շարունակել կառուցել իրենց նախընտրական արշավը։ Նաև հետաքրքիր է, որ այլևս իշխանությունները չեն կարող այդ վարչապետի թեկնածուի դեմ ինչ-որ բան անել, որտեղ ինչ հնարավոր էր անել, արդեն արել են, այդ բանտարկել են, տնային կալանքի տակ են դրել եւ այլն, որևէ բան չազդեց, Սամվել Կարապետյանը չնահանջեց եւ փաստացի վերջնական արդեն ժողովուրդն հասկացավ, եթե ընտրվի, եթե անցնի այդ ուժեղ Հայաստանը եւ կարողանա ձևավորել կառավարություն, արդեն ժողովրդին էլ հասկանալի ով է լինելու Հայաստանի ապագա վարչապետը։ Դա այս մասով, իսկ ավարտելով ձեր հարցերը, ես ուղղակի ասեմ, որ Փաշինյանը մտածում է, որ Ամերիկան կդառնա ապագա երաշխավոր Հայաստանի, բայց այդ մոտեցումը շատ սխալ է, առաջինը թրիպից Ամերիկայի օգուտ լինելը շատ ավելի քիչ, ինչքան մտածում է, որ Փաշինյանը մտածում է Ամերիկան հենց սա գործերը թողել է եւ այդտեղից ինչ որ բան է ստանալու, շահույթ է ստանալու։ ԱՄՆ-ն ժամանակին դարել էր Իրաքի ժողովրդի համար երաշխավոր, Աֆղանստանի ժողովրդի երաշխավոր, շատ ավելի տեղեր եւ այնուհետեւ հանգիստով էլ գնացել է, այնուհետեւ նույն Ռուսաստանն ունի այստեղ ատոմակայան, բայց եւ շատերը ասում են, որ եթե Թուրքը մեր վրա հարձակվի, Ռուսաստանը մեզ կպաշտպանի, բացարձակապես այդպես չի, այսինքն դու պետք է վարես այնպիսի քաղաքականություն, որ ոչ թե վաճառես քեզ ու մտածես, որ քեզ կպաշտպանեն, այլ պետք է այնպիսի համադրում անես, որ որևէ մեկը ցանկություն չունենա քո վրա հարձակվել։ Դրա համար այդ 100 տարվա Հայաստանը որպես Ամերիկայի պաշտպանել լինի, դա Փաշինյանի երազանքներն են, որոնք ցավոք սրտի իրականություն չեն դառնալու, աշխարհները աշխարհը ոնց է շատ արագ փոխվում։